Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեկի հետ մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել Ղազարյան versus Ղազարյան նախագիծը։ Պետրոս Ղազարյանից չի կշտանում Հայկ Կոնջորյանը։ Նրան թվում է, թե այստեղ գալուց իրան հաջողվելու է խաբել եւ մեր ժողովրդին ներկայացնել իշխանական թեզերը, առանց հասկանալու, որ դրանք հերքվելու են, ջարդվելու են եւ ոչնչացվելու են Ղազարյան versus Ղազարյան նախագծի շրջանակներում։ Սա ենք անելու մենք այսօր, դրա համար բաժանորդագրվեք Անտիֆեկի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք Հայկ Կոնջորյանի հերթական մշակումը։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, շարունակվում է Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան պատերազմը, այսօր վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի նախագահ Փեզեշքյանի հետ, իր ցավակցությունները հայտնեց Իրանի ղեկավարի մահվան կապակցությամբ, ինչպես նաև Արաքչիի Իրանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույց ունեցավ Արարատ Միրզոյանը, նույնպես մենք ցավակցեցինք, թե Իրանում խաղաղ միջոցներով խաղաղ պայմաններում բնակչության մահվան կապակցությամբ եւ մաղթեցինք, որպեսզի խաղաղությունը հնարավորինս շուտ գա եւ այս պատերազմը հանգուցալուծվի։ Երեք տեղի ունեցավ անվտանգության խորհրդի նիստ, այդ նիստին մասնակցում էր նաեւ Հայկ Կոնջորյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար, վերջինս մեր տաղավարում է։ Բարի երեկո, պարոն Կոնջորյան, շնորհակալություն հավաքելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Պետրոս, սաղ ասեցիր, թե տարածաշրջանը միշտ լարվածություն է, Իրանը պատերազմի մեջ է Իսրայելի ու Միացյալ Նահանգների հետ, ոնց է սաղ աշխարհ խառնվել, բայց չես ասում, որ մեր ղեկավարության հեշ վեճն էլ չի, որ մերոնք վարչապետ, ազգային ժողովի նախագահ, դու էլ պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախարար, մի հատ էլ Սասուն երկրապահիկ իրար հետ վայելում են ավտոբուսով, քեֆ, ուրախություն, կուկուռուզ, պերաշկի, իսկի վեճներ նայ ախպեր, դրանից խոսի դու մեր երկրից խոսի ջանդամը, թե պատերազմ չի։ Հայ ջան, այդ անվտանգության խորհրդինստերի խոյդ պատերազմի վերաբերել հարցը չեք քննարկել։ Դու քննարկեք հաջորդ ուղղությունը, որ մարզը գնալու, ընդ ասենք թե օրինակ սուջուխը քաղցր սուջուխն եք ուտելու, թե ասենք մսային սուջուխն եք այտենց հարցեր պիտի քննարկվի մեր երկրի անվտանգության խորհրդի։ Այնպիսի հարցեր, որը մեր անվտանգությունից է բխում, թե չէ պատերազմը ինչ է, Պետրոս, այսօր պատերազմ վաղ ավարտվել են, մանավանդ Թրամփ նախարարը, Թրամփն էլ գիտես խաղաղության հարցերով ազբաղվում է, այփա պատերազմի բան դե ուշադրություն դարձ։ Խաղաղություն, ամեն տեղ խաղաղություն է, չէ հաստատում։ Մեր երկրում էլ 30 քանի տարի մենք Ադրբեջանի հետ պատերազմ ենք, մարդն մի օրում խաղաղությունը հաստատեց քաշվող գրախ։ Տենում ենք էլի խաղաղության մասնագետը։ Դուք մասնակցում եք անվտանգության խորհրդի նիստին, ինչ կարող եք այդտեղից պատմել։ Ըստ էության կարող եմ ասել այն ինչ որ նաև հաղորդագրությամբ նշվել է, արտաքին հետախուզության ծառայության պետը ներկայացրեց իրավիճակը Իրանի Իսլամական Հանրապետության եւ Մերձավոր Արևելքի շուրջ, նաև անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց միջգերատեսչական խմբի, աշխատանքային խմբի նաև կատարած աշխատանքը եւ վերլուծությունները, որոնք այդ պահի դրությամբ իրավիճակի գնահատականներ տրվեցին եւ զարգացման որոշակի հեռանկարների մասին քննարկում տեղի ունեցավ, որից հետո վարչապետը տվեց անհրաժեշտ հանձնարարականներ եւ բնականաբար նաեւ անվտանգության խորհրդի անդամները, անվտանգության խորհուրդը իր ցավակցությունը հայտնեց Մերձավոր Արևելքում, Իրանում զոհերի կապակցությամբ, ինչպես նաև մաղթեց, որպեսզի խաղաղությունը շուտապույտ հաստատվի, սա ընդհանուր ուրեմն այն բովանդակությունն է, որը ես կարող եմ ներկայացնել։ Բայց մի րոպե, դու ինչ գործ ունես ներկայացնես, Հայկ ջան, դու անվտանգության խորհրդի անդամ ես։ Դու անվտանգության խորհրդի անդամ չես։ Բան դե ինչ գալատ է Իրանում։ Բայց ոնց է դու անվտանգության խորհրդի անդամ չես, ընդեղ ես։ Ընդամենը ազգային ժողովի մի հատ խմբակցության ղեկավար ես։ Ազգային ժողովի մյուս խմբակցությունների ղեկավարները մասնակցում էին այդ նիստին։ Կամ Պետրոս, դու ասես, ինչ կասեք այդ անվտանգության խորհրդի, հիմա ինքը ուր է թվում իր սաղ տեսած իրավունք ունի, ասի անվտանգության խորհրդի
նիստի մասին տեղեկություններ կարա տա անվտանգության խորհրդի նախագահը, անվտանգության խորհրդի քարտուղարը, լավ մամուլի քարտուղար, ամեն մասնակից խո իրավունք չունես, խառալ եք այս երկիրս, այս ծեր համար ինչ ուզում անում եք էլի։ Նկատել ես Պետրոս, սրանք ոտու գլուխ, սրանց խմբակը մի 50-100 հոգի ամենտեղ է, ասենք նույն մարդիկ, տարբեր նույն մարդիկ այդ մեն նստում են ավտոբուս կուկուռուզ ուտելու, ընդ իրանք պատգամավորի տեխնացուներ են։ Նույն մարդիկ այդ մեն նստում են կառավարությունում անվտանգության խորհրդի անդամներ են։ Նույն մարդիկ հլում են այդում են մասնակցում են մի հատ էսիշ միջոցառման։ Նույն մարդիկ այդում են նստում են հիմա ազգային ժողովի նիստ է։ Նույն մարդիկ այդում են հիմա կառավարության։ Նույն մարդիկ են, ոտու գլուխ սրանք մնացել են, քանի գլուխ եք դուք հայք մնացել այդ խմբակի մեջ։ Լավ ասենք մաքսիմում մի 150 լավ պայթի տրակի 200 հոգի։ Ուր այդում են իրար հետ ամենտեղ մի կարգավիճակով։ Այս անգամ անվտանգության խորհրդի անդամ մեկ ժամ հետո շորերը փոխում նստում են ավտոբուս, դառնանք ու կուռուզ ուտող։ Էս է սրանց վիճակը։ Մարդ չի մնաց այդ տակը Պետրոս, 200 հոգի բան մնա։ Ամբողջ հայ հասարակությունից մնացել են 200 հոգի։ Երբ պատերազմում են ըստ էության Հայաստանի դաշնակից, որի հետ մենք ծրագրեր ենք կնքում, ռազմավարական համագործակցություն ենք Միացյալ Նահանգները եւ Իրանը, որը կենսական հարևան է, նույնպես դաշնակից է, հարազատ ժողովուրդ է, այ ո՞րն է այդ ժամանակ մեր պաշտոնական դիրքորոշումը, ո՞րն է մեր պաշտոնական դիրքորոշումը։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այնա ինչ որ արտահայտվեց անվտանգության խորհրդի հաղորդագրությամբ, ինչպես նաև վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի իրենց գործընկերների հետ զրույցների արդյունքում մենք գնահատում ենք եւ մաղթում ենք շուտապույտ խաղաղության հաստատում։ Մեզանից լավ շատ քչերը կարող են պատկերացնել, թե ինչ ծանր արհավիրք է պատերազմը եւ ինչ ծանր հետևանքներ է բերում եւ բնականաբար մենք որ տևական ջանքերից հետո անցնելով ամենածանր փորձությունների միջով ի վերջո կարողանում ենք խաղաղություն հաստատել մեր երկրի շուրջ, մեր պետության շուրջ, բնականաբար մեր դիրքորոշումը պիտի լինի այն, որ հույս հայտնենք, որ եւ մեր բնականաբար հնարավորությունների սահմաններում նպաստենք, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն։ Դուք ճիշտ ասացիք, Իրանը շատ կարեւոր երկիր է մեզ համար, Իրանի ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, Միացյալ Նահանգները մեր ռազմավարական դաշնակիցն է, այնպես որ մենք մերձավոր արևելքի երկրները եւս շատ կարևոր գործընկերներ են, այնպես որ մենք կրկին մեր դիրքորոշումը այն է, որ խաղաղությունը պետք է շուտապույտ հաստատվի եւ բոլոր հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Անկապ մի խոսա, բեր մարդը կոնկրետ հարց է տվել, կոնկրետ պատասխանի, ժամերով ապուշ դուս ես տալի։ Ասա մեր դիրքորոշումը հենա, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսը վերցրել է այս բարդ իրավիճակում, զանգել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, ասել է ինչ դիրքորոշում է պետք, եղբայր ջան, շեֆ ջան, մեռնեմ ես քո կյանքին, ինչ դիրքորոշում է պետք, ասեք ունենանք։ Ասում զանգի մի հատ Ադրբեջանին աջակցություն ցուցաբերեք, որ իրանական դրոնա մթում ընկե Նախիջևանի վրա, չնայած պարզվեց, որ տես բան չի ելել, Իրանը դա հերքել է։ Արտաքին գործերի նախարարը զանգում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, Պետրոս, մեզ դիրքորոշում է պետք։ Ասում է մենք ձեզ աջակցություն ենք հայտնում, Ադրբեջանի արտգործ նախարարությունը դրոշները դնում է, շնորհակալություն է հայտնում, thank you բոլոր այն երկրներին, ովքեր իրան աջակցել են Իրանի դեմ գործողությունում, ով այդ երկրների ցանկը եզրափակում Հայաստանը։ Հայ ջան, մի հատ բան արեք էլի, վերջը Իրանը մեզ բարեկամ երկիր է, դուք էլ դու ես ասում, տես պատերազմի փորձություններով բանով անցած արդեն ղեկավարներ եք, մենք դրանց բացատրեք էլի ոնց անեն խաղաղություն հաստատեն։ Այդպես բացատրեք ոնց են տալի, հիմա ասենք օրինակ, ինչ է ուզում Իսրայելը կամ Միացյալ Նահանգները Իրանից։ Նավթի բազաներն է ուզում, նավթի հանքերն է ուզում։ Բացատրեք, ասեք, արա տվեք խաղաղ ապրեք էլի։ Ինչ են ուզում, ասում են, այդ միջուկային ծրագիրը մի իրականացրեք, ատոմականներ մի կառուցեք, էլեկտրաէներգիա մի ունեցեք։ Տվեք, բայց հենա դուք ոնց եք ատոմակայանը փակում։ Իրանին գնացեք բացատրեք, ասեք, Իրան ջան, ինչի տա պետք, այդ ցավը տանեմ դու սեփական ուրանի հարստացում անես, ատոմական կառուցես ռուսների հետ համա։ Գնացեք ամերիկացիների հետ, այդ մոդուլային ատոմականները դվիժոկի պես արա մեծ երկիր եք, բերեք, շարեք, բրծեք, ամենտեղ ճիշտ Ամերիկայում դրանից չկան դե արգելված։ Ինչ կա ձեր երկրում բերեք, սարքեք ձեր երկիրը փորձադաշտ,
Խաղաղությունը հաստատեք նստեք։ Էլ ինչ են ուզում։ Իսրայելը Իրանից տարածքներ է ուզում ապառազմականացվի, բանակը լուծի, այլ դե բանակ նիշների տա պետք է այդ ցավը տանեն, բանակի ֆինանսավորումը կրճատեք, զինծառայության ժամկետը իջացրեք, բանարեք սիրուն, կանայք բանակում, վայ, Պետրո, ինչ սիրուն, գեղեցկանում, արա տես բաներ արեք, խաղաղություն ասեք, պարսիկները ինչ են անում, մտեն Արցունին ուղարկեք, թող գնա մի քիչ աշխատի ինձ։ Դրանից հետո դիվանագիտական կազմ, արդ մեր գնացեք բացատրեք թող խաղաղ ապրեն անգելի կռիվ են անում արա շաշ ոնց որ են դրանք ելերը հետաքրքիր մարդ քթների տակ Պետրոս արա Հայաստանը խաղաղության իր մոդելը կառուցել է չեն մատ նայում օգտվեն ասեն արա այս մարդիկ այդ ձևով խաղաղություն նույնից էլ իրան կարան անեն չէ դրել են սարքել են պատերազմ կռիվ դրա այդպես բան արա ուզում են մարդիկ տվեք բրցեք էլի տվեք հանգիստ որտեղ հաց ընտեք կաց չեմ հասկանում այդքան էլ հազարամյակների ժողովուրդ են, այսքան տարի ապրել են, այսքան տարվա մշակություն են, պետականություն դրել են կռիվ են անում, արան չեք կռիվ անում, տվեք հանգիստ խաղաղ ապրեք էլի, չէ՞ ֆայմ, ատե դուք խելոք եք էլի հայ ջան, դուք խելոք եք էլի, մաղաջեց էլի, всё-таки մաղաջեց։ Ձեզ քննադատում են սոցցանցերում, որ ինչու մենք շուտ չցավակցեցինք Խամենեիի մահվան լուրը լսելուց, որովհետև դա 3 էր, իսկ մենք ոնց որ թե այսօր ցավակցեցինք։ Ադա Պետրոս, արա, հետաքրիր մարդ է սա, ինչի համար ցավակցե։ Ցավակցեն, որ երկրի ղեկավարն է մահացել, պաշտպանության նախարարն է մահացել, զինված ուժերի շտաբի պետն է մահացել, հա։ Բայց ինչից են մահացել, Պետրոս, հա։ Հիվանդացել են, մահացել են, հա։ Կորոնավիրուսից են մահացել։ Ամերիկացիներն են, չէ՞ սպանել։ Արա բա որ ամերիկացիների սպանածին ո՞նց կարելի է ցավակցել, առանց ամերիկացիների Պետրոս, այդ են հին ժամանակները չի, մենք հիմա ինքնիշխան պետություն ենք, հասկանում ես, ինքնիշխանը են է, երբ որ դու ունես մի հատ իշխան քո գլխի վերևը, որը ինքն է, դրա համար դու ասես ինքնիշխան, դրա համար մի հատ պիտի մի հատ այդ համաձայնեցնես, ասես շեֆ, всё-таки էլի ես վերջերս 2 օր առաջ էր էլի մեր պաշտպանության նախարարը գնացել դե հիմա այդ մարդկանց սպանել եք ասենք կարելի է շատ բան չէ դեսպանություն բան չեն գնա չէ գրավոր չեն գրի ուղղակի հեռախոսով գոնե թույլ կտակ մի հատ ասենք որ մենք ցավակցում ենք էլ մենակ է այդքան բան դրանք ասում են սպասեք հələ հիմա շեֆ քնածա ժամերը տարբեր է ժամերը կարտանակ ասեն արտանը մա դες զբաղված է Բանեսյանը է մինչև ինքնիշխան պետություն ենք Պետրոս ասես ու ցավակցելը շուտ ուշը որն է Նախ մենք 3 անվտանգության խորհրդի նիստի արդյունքում պաշտոնական հաղորդագրությամբ արդեն ցավակցություն հայտնել ենք, այսօր եւս հայտնվել է ցավակցություն, բայց ես կարծում եմ, որ սա այն հարցը չի, որտեղ որ մենք պիտի շուտի ուշի շտապելու, աճապարելու խնդիր մեր առջև դնենք կամ ընդհակառակը չաճապարելու խնդիր դնենք, այդ նույն մարդիկ, ովքեր որ քննադատում են թե իբրև թե մենք ուշ ենք ցավակցել եթե մի քիչ ավելի շուտ ցավակցեինք, կքննադատեին, որ խեք այսքան շուտ ցավակցում, այսինքն այդ Ահա չէ, հայք ջան, ախր ցավակցելու շուտը որն է, ախպետ ջան, մինչև այդ մարդկանց մեռնելը ხო չէ ցավակցելու։ Պիտի ողբերգություն լինի, որ ցավակց։ Բայց եթե ողբերգությունը եղել է, եթե դու ցավում ես, դա ուշը որն է։ Որ պահին որ իմանում ես, այդ պահին պիտի ցավակցես, չէ։ Հիմա հայք ասենք մա թելը սենց անենք, ասենք եթե այդ ինչ որ եղել է Իրանում չլներ, Հայաստանում էլ, ասենք Աստված չանել, արարվում։ Ասենք մի հատ այնպես բան լինի, Հայաստանի վարչապետ մեռնի։ Պաշտպանության նախարարը մեռնի։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Աստված չանի էլ իհարկե հիմա դե ոնց է երբ պիտի մեզ ցավա չնայած ճիշտ ես ասում կարա 7-ին կարա ինձ կամ 40 մինչև Պետրոս ջան մինչև 40 կարան ցավակցեն հիմա հենց պարտադիր էր մահանա իմացել ես պետության ղեկավարը մահացել այն նույն օրը ինչ պարտադիր է 40-ին կցավակցեն Միացյալ Նահանգները այս պատերազմի մի կողմն է եւ նա էական ներդրում ունի խաղաղության եւ թրիփի եւ տնտեսական հեռանկարների տարածքային մեր Ադրբեջան հարաբերությունների Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստում արդյոք սա չի ուշացնի օրինակ թրիփի կառուցումը կամ հետաձգի Կարծում եմ, որ մեր եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան բավական ակտիվ է եւ տեմպով առաջ ենք շարժվում եւ մենք ամեն բան պիտի անենք մեր գործընկերների հետ Միացյալ Նահանգներից, որպեսզի
այս process-ները որևէ կերպ չդանդաղեցնեն մեր աշխատանքը, կարծում եմ, որ մեզ կհաջողվի, որ մենք թրիփի գործարկման շուրջ մեր աշխատանքները ինչպես որ ակտիվորեն իրականացնում ենք, այնպես էլ շարունակենք եւ օր առաջ արդեն անցնենք գետնի վրա աշխատանքներին։ Այս ուղղությամբ աշխատանքները հենց հիմա էլ շարունակվում են։ Այդ ուղղությամբ դու ասա, որ ահագին ուշացրել եք։ Ահագին ուշացրել եք, Հայկ ջան, որ մի քիչ ժամանակին արածել եք, շուտ արածել էիք։ Այսօր թրիպը, որ արդեն լիներ, ամերիկյան ռազմաբազան է ոնց որ նախատեսված է, որ թրիպի անվտանգություն ապահովի, ընդեղ էր, այսօր մեզ եք խփեին Պետրոս ջան։ Բա Իրան այսօր մեզ է, Իրանը հարևան երկրներում, որտեղ ամերիկյան զորք, ամերիկյան ռազմաբազա կա, բոլորին խփել է, ճիշտ է։ Իսկ մենք ինչի չունենք մինչև հիմա։ Հայք մենք ինչի չունենք, ինչի մինչև հիմա Իրանը մեզ չի խփել։ Ձեր պատճառով, որովհետև ուշացրիք, շուտ դնեիք, մենք էլ այսօր մի հատ բալիստիկ հրթիռ կստանայինք մեր գլխին։ Արագացրեք, քանի կռիվը չի պրծե, շտաբ բերեք այդ ամերիկյան ռազմաբազան դրեք, որ մենք էլ մասնակիցել ենք, պատերազմի փորձ ունենք արդեն մենք։ Ոնց թե Ադրբեջանը զորով ինքը իր գլխին ԱԹՍ-ը գցում, որ այդ պատերազմին մասնակցի, մենք կանգնած կողքից նայում ենք։ Արագացրեք, կազմակերպեք այդ պատերազմի հարցը, դուք զատից արա զատի Պետրոս, այս մարդիկ պատերազմը այդ սիրանց գործն է։ 7 տարի իշխանությանը 7 պատերազմ են բերել մեր գլխին։ Արա դա մենակ է լավ ստացում։ Անշնորհք բան կլինի։ Հայք անշնորհք բան կլինի, եթե այս պատերազմին մենք որևէ ձևով չմասնակցենք։ Մի բան արեք, գոնե Ադրբեջանը հարձակվի մեր։ Ասենք տենում եք թրիպը չիլում, հիմա Ադրբեջանի եւ Իրանի ցամաքային սահմանը փակվել է, ճիշտ է։ Նշանակում է Նախիջևանը շրջափակման մեջ Ադրբեջանը կապ չի ասում։ Արագացրեք շուտ Ադրբեջանը մտնի Սյունիքը գրավի։ Շուտ մտնի գրավի, համել Պետրոս համել ռազմական դրություն կլինի, ընտրությունները կչեղարկնի, այս մարդիկ միշտ կմնան իշխանության։ Արագացրեք, Հայկ ջան, մի ձևի խառնվեք այս պատերազմին, այս պատերազմը բերեք մեր երկիր։ Դուք հետի լավ եք անում։ Դուք մինչև հիմա ինչքան պատերազմին ես, թեթև հնարավորություններ էլ այդ պատերազմը դուք կազմակերպել եք։ Հիմա էլ արեք։ Այդ գործը դուք պատերազմը, դա ձեր սիրած գործն է։ Ընդդիմությունը նաև դες քննադատում էր, որ գնացել եք մարզեր, կուկուռուզ, պերաշկի եւ այլն այս լարված ֆոնին։ Ճիշտն ասած, դա երևի ամենածիծաղելի քննադատությունն է, եթե ընդհանրապես կարելի է դրան քննադատություն անվանել, որովհետև ես չգիտեմ, գուցե ընդդիմությունը բան կաներ, բավարարված կհամարել, որ Հայաստանի ղեկավարը, ասենք, ֆուագրա ուտեր կամ սև խավիար, որ իրենց սև սրտերը, որ իրենց կարիով բրնձով փլա։ Հա, որ իրենց սև սրտերը բանան են, երևի սև խավիարից են իրենց սև սրտերը լուսավորվում կամ չգիտեմ, ավտոբուսի փոխարեն բաներով, սև ящикներով պետք է Հայաստանի վարչապետը երևի գնա։ Մի րոպե։ Հələ մի հատ ես հեսա քեզ կանդրադառնում։ Պետրոս, քեզ ինչի հետները չեն տանում։ Կարաս ինձ ասես։ Ուրիշ բան, որ այդան հանդիպում է, բայց եթե այդ հալու հիմնական նպատակը ճամփին ինչ-որ բան ուտելն է։ Մատ իսկ կարաս ասես, քեզ ինչի չեն տանում իրանց հետ։ Ինչ պիտի լինի, մի հատ կուկուռուզել ասենք, որ դու կերար, ինչ վնաս ես տալու։ Թե քեզ կապել են այդ ղազախական ցորենին, դու քո լագյանը դրել ես, ղազախական ցորենն ուտում ես։ Հայկ ջան, այդ որ դուք ցույց եք տալի, որ դու կուկուռուզու պերաշկի եք ուտում։ Այդ վարչապետի պահպանման ծախսերը օրական 1.700.000 դրամ է, օրական, հələ ավել։ Վարչապետը մենակ կուկուռուզա ուտում, արա 1.700.000 դրամին 17 տոննա կուկուռուզա անում, արա այդքան էդի ուտում, հա? Դուք սա, դուք ցույց եք տալի, որ խավիար պիտի ուտի, թե վարչապետը ավտոբուսով է, հա, երթևեկում։ Այդ Շարաշյունը մեքենաների հետ Ռամզան Կադիրովը ունի, մեկ է Նիկոլ Փաշինյանը, որ ասես մեքենաների հոսքեթումա չի ավարտվում։ Ամեն տեղ ինքը առավոտը գործի է տալուս Պետրոս։ Երևի մի 30 հատ պարեկի մեքենա է շարվում ընդամենը 3 կիլոմետրի վրա։ Մեկ էլ իր Շարաշյունը առավոտը ինքը ամառանոցից էթումա հանրապետությանը, բայց ցույց է տալի, որ չի մարդ ավտոբուսով հələ ավտոբուսից կանգնացնի, վարպետ, ուր եք էթում։ Բա, աշտարակ, իսկ տանեք, հա,
Հա, դերասանություն, հա։ Մատ հիշում ես դու վարչապետի շարաշյունները։ Մատ հիշացնենք քեզ։ իր ախրանաներով շփվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, հա, որ մեր ընդդիմությունը իրեն բավարարված զգա, ինչ էականը որն է Հայաստանի կառավարության եւ առաջին հերթին վարչապետի գլխավոր խնդիրն է, որ Հայաստանի շուրջ Հայաստանի համար ապահովի խաղաղություն։ Այդ տղա վարչապետը ոչ միայն շարաշյունով է գնում, այլ այդ շարաշյունով գնալուց հələ մարդ է սպանում, հղիկին եք սպանում դուք այդ շարաշյան տակը գցելով։ Այդ վարչապետը ոչ միայն շարաշյունով է գնում, այլ ավտոյի համարը չի ուզում, որ 001 լինի, այլ ուզում է հենց մենակ 1 լինի։ Այսինքն հասել եք այդ աստի ընդրանով ամեն օր եք ապրում։ Բայց դե մի հատ կիրակել Պետրոս դից ավտոբուսով էլի սրտիկ էլի Ալխասի հետ։ Սենց գնում են սենց բրոշկանը սենց խփած։ Լսի 20 թվին որ դու քարոզարշավի եք գնում մի հատ հպարտ քաղաքացու անձնագիր ունեք դրա վրա ուրիշ քարտ է ձեր։ Այդ հիմա այդ բրոշկան որ խփում եք դոշների ախր ոնց որ այդ քարտից գնալով փոքրանում է։ Ձեր փողերը Հարստանում է, ձեր տները շատանում է, Հայաստանը փոքրանում է։ Այդպես պիտի լինի։ Մի լուր կար, որը այս Իրանը-ամերիկյան կռվի մեջ sense կորավ, բայց ես մի քիչ կապ ունեմ այդ ոլորտի հետ։ Դատախազությունը նախկին կրթության նախարարից պահանջում է մի քանի միլիոն դոլար փող Լևոն Մկրտչյանի Այո։ Մասն է խոսքը, դաշնակցական։ Մի քանի միլիոն դոլարի փող, որ նա ունի ապօրինի ասում է դատախազությունը, հարգելով անմեղության կանխավարկածը, մի քանի տասնյակ գույքեր, մեքենաներ, շարժական գույքեր եւ արդեն տակը նենց մանր բաներ։ Ես մտածում եմ բախտի տերը թաղեմ։ Մենք էլ կրթության նախարար ունենք, աշխատավարձից աշխատավարձ ձգում ենք։ Ո՞նց է տենց կարացել։ Դե գիտեք, ես կարծում եմ, Արա մի րոպե, բերլա սպասի, Հայկ ջաները, սպասի, քո քեզ մշակելու վաղտը գա, սպաս տնենք լից չիր խոսում։ Արա դու կրթության ոլորտի հետ ի՞նչ կապ ունես, Պետրոս։ Ասում եմ, ես էլ այդ ոլորտի հետ կապ ունեմ։ Արա որ կրթության նախարարը քո տանն ապրում է, նշանակում է դու կրթության ոլորտի հետ կապ։ Կրթության ոլորտի հետ կապ ունեն են մարդիկ, ովքեր ոլորտի հետ կապ։ Միակ կրթությունը, որ դու ստացել ես, դա պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետում սովորելն է 92-97 թվականներին, այն էլ թուրքագիտության բաժինը, որ թուրքերեն չգիտես։ Այսինքն, սովորելու վաղ դու այդ կրթության հետ ոլորտի հետ կապ չես ունեցել։ Դրանից հետո ոչ մի տեղ չես սովորել, կրթության ոլորտում չես աշխատել։ Մի հատ ուզել ես Եվրոպայի խորհրդի հետ քաղաքական դասընթացների դպրոցը սովորես, այն էլ հեռացրել են, չես կարացել դե ավարտես։ Դու կրթության ոլորտի հետ ի՞նչ կապ ունես։ Կնիկդ նախարար, բա որ կնիկդ նախարարը այդ նշանակում է շահերի բախում է, որ կնիկդ նախարար դու ի՞նչ գործ ունես։ Այս կերեն դե նախարար աշխատում, դու ստից իր քարոզչությունն ես անում։ Բայց ի շահերի բախում է, դες մեկնումեկի մտի անեն շպրտեն։ Չեն շպրտում հերիք չի։ Արա միլիոներով աշխատավարձ տանում եք, մտածում բախտի դերը թաղ։ Արա դու քո բախտից ես բողոքում, Պետրոս։ Արա դու քո բախտից ես բողոքում։ Հայ գիտես, այսինքն դու կարող ես դու քո բախտից բողոքես, արա ասես, ես էլ փոստային ոլորտի հետ կապ ունեմ։ Ճիշտ է, նամակ չեմ ուղարկում փոստով։ Ինձ փոստային նամակներ չեն բերում, ծանրոստեր չեն բերում, բայց դե ոլորտի հետ կապ ունի էլի Պետրոս։ Կնիկը հայ փոստի տնօրենն է ել իր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար եղած ժամանակահատվածում ոլորտի հետ միջազգային փոստային առաքումների ոլորտի հետ կապ ունի, որովհետև քշերը այդ ոլորտի ղեկավար գալիս է իրանց տուն։ Քանի որ գալիս է, ինքը արդեն սկսում է դրա հետ կապ ունենալ։ Էդի կոչվում է ոլորտ Բախտի տերն էլ թաղեմ։ Դու էլ քո բախտի տերն ես թաղելու, հա։ Դու էլ դժգոհ եք փողերից, էլի, փողերը այս փողից դժգոհը։ Ասում կրթության նախարարը ինչեր ունի։ Հələ մտենան քո նախարարը ինչեր ունի։
Բնակարան բազմաբնակարանային շենքում ձեռքաբեր է 1 ապրիլի 2011 թվականին Քանաքեր Զեյթուն 2022 թվականի արտադրության Հոնդան կնիկը տառել է 2022 թվականի նոյեմբերի 24-ին իր աղբորից ստացել է եկամուտ 30 միլիոն դրամ բախտի տերը թաղեմ աներձակիտնել հետը 30 միլիոն դրամ աշխատավարձ կնիկը ստացել է Պետրոս 2024-ին, հələ 25 թվականի մենակ դեկտեմբեր ամիս չեմ ասում, դրա հայտարարագիրը չեք գրել, որ տայեմ։ 21 միլիոն 451 հազար դրամ, բախտի տերը թաղող Պետրոսը, Հայկ ջան, այս բախտից դժգոհողը, ուրիշ կրթության նախարարի աղբոր սեփականությունից դժգոհողը, Անհատական բնակելի տուն Աչափնյակում 2022 թվականի մարտի 11-ին մի հատ է բնակարան Քանաքեր Զեյթունում 2022 թվականի մարտի 9-ին ուրեմն մարտի 9-ին մի հատ տուն առե Քանաքեր Զեյթունում 2 օր հետո նույն թվի մարտի 11-ին մի հատ անհատական տուն առել է Աչափնյակում բախտի տերը թաղ է մարայսի աշխատավարձից աշխատավարձ հազիվ է ձգում սրա տարեկան աշխատավարձը 44 միլիոն 904 հազար 45 միլիոն մենակ ինքնա հազիվա ձգում արա մարդու կնիկ իրար հետ ստանում եք 66 միլիոն 355 հազար դրամ տարեկան որ ամսական անում է 5 միլիոն 530 հազար դրամ կամ ամսական 14 միլիոն արա 14500 դոլար ամս 14500 դոլարը դուք մի ամսվա մեջ անցեք ծախսը, որ հազիվ եք հասնում է մյուս ամսվան, որ 14500 դոլարը գած է։ Արա այդ ինչի վրա եք ծախսում, պետո։ Այդ ղազախական ծորենը դες թանկ, արա, դու բախտի տերը թաղ եմ ասում։ Այ կողքից է մեկը լսի ասի խեղճ էլի էս Պետրոս, արա, գոնե էթար զույգը վերցեր էթար մտներ նոյան տապան, արա, վայթամ երկու կտոր մնացորդներից կրճոններից մի բան գցածը լեն սրա դեմը որ սա մի քանի միլիոն դոլար տասնյակ գույքեր եւ դաշնակցությունը որը հիմա խոսում է կոռուպցիայից հատկապես դաշնակցությունը որը անընդհատ խոսում է ազգային արժեքներից եւ մեր ինքնությունից ուրեմն դատախազությունը Լևոն Մկրտչյանից նախկին կրթության գիտության նախարարից պահանջում է 26 անշարժ գույք 7 շարժական գույք 1 միլիարդ դրամից ավել դրամական միջոցներ։ Արա դու նախկին կրթության նախարարի դարդը մի քաշի, դու քո դարդը քաշի, հեսա այդ հետքեյմի հետա ուսումնասիրությունների վրա իշխանությունը փոխվա, դատախազությունը գալու հլտես քեզնից ինչ են պահանջելու, աղբորից հետ ինչ են պահանջելու, այն ալենից որ սկսեցին պահանջել Պետրոս, մենք մեր թազը դատախազություն պիտի բացենք մենակ ալենով զբաղվի։ Այսինքն մի հատ պիտի լինի հիմնական Հայաստանի Հանրապետության դատախազություն, մի հատ էլ Ալեն Սիմոնյանի դատախազություն, որ հասցնեն մենակ դրանց էլածով զբաղվեն։ Այդ չեմ ասում, արա քանի է դատախազությունը մեզ պետք, Ալենի դատախազությունը առանձին է պետք, Աննա Հակոբյանի դատախազությունը առանձին է պետք, Նիկոլի դատախազությունը, ձեր ամենքի մեր առանձին դատախազություն մենք պիտի ունենանք, արա որ հասցնեն այդ մարդիկ ձեր գույքով հետ բերեն։ 7 տարվա մեջ սաղը տելեկելացի տեր, ամբողջ հայ ժողովրդին ունե զրկել են, իրանք սաղ դառը էլացի տեր, էդի համարում են օրինական, էդ հիմա եք համա, էդ դատախազությունը, որ ասում ես Հայկ ջան, էդի հիմիկվա դատախազության մասն է, բա որ դատախազության ասածը կարանակ որպես փաստարկ ներկայացնեք, պիտի թողնեք դա դատախազություն մնար, չէ, բա ասում է Պետրոս մի հատ ասացված կա, չէ, ասում է աղվեսն իրա պոչին վկայ է բերում, հիմա սրանցն է տեսա որ մեկ այլ դաշնակցական մեզ էլի մեղադրում էր բան կարկանդակ եւ եգիպտացորեն ուտելու մեջ, հա, այսինքն այո մենք կարկանդակ եւ եգիպտացորեն ենք ուտում, մենք չենք ուտում, ասենք ապորինի թալանված 26 անշարժ գույք, 7 շարժական գույք, միլիարդավոր դրամներ չենք ուտում։ Դուք կերել եք հերիք, հիմա մեզ մեղադրում եք, ասենք որ մենք կարկանդակ ենք ուտում։ Կներեք, ասենք, բա դուք ինչ եք կերել։ Իրանք ինչ որ կերել են դրա պատասխանը կտան, բայց դու ձեր կերածի մասին մտածի։ Դուք կուկուրուզ ու պերաշկի չեք ուտում, դուք ցույց եք տալի, որ կուկուրուզ ու պերաշկի եք ուտում, դուք հայրենիք եք ուտում, դուք հայրենիք եք կերե, դուք երիտասարդ մարդկանց ճակատագրեր եք կերե, դուք որբ մնացած մանուկների մանկություն ու ապագա եք կերե, դուք դարերի ընթացքում ստեղծված
հարստություն է կեր է, դուք մի ամբողջ հայրենիք եք կեր է, դուք մարդկային ճակատագրեր եք կեր է և ուտում, դու մտածեք, ու դու մտածի, այդ կերածի պատասխանը տալու համար, թե չէ, մի հատ բնակարան հիմա, որ Պետրոսը ավել առե կամ դու առել ես, էդի հեշտ կամ ուրիշն արե, էդի տեղում է, էդի հեշտ է հետ բերելը, Արցախը հնարավոր չի հետ բերել, այդ մարդկանց կյանքերը հնարավոր չի հետ բերել, այդ խեղված ճակատագրերը հնարավոր չի հետ բերել, թե չէ ձեր գողացածն էլ է հնարավոր բերել, ուրիշը եթե գողացել է, դրան էլ է հնարավոր բերել, հայրենիքի գողությունը հնարավոր չի բերել, դուք հայրենիք եք գողացե, հայրենիքի գող։ Դա խաղաղությունը պատրանք է, ես այսօր լսում եմ մեր ձևից մի կնոջ մամուլի խոսնակի, նրանք ասում են չի կարելի խաղաղություն, եթե չկա ուժեղ լիդեր, եթե Ադրբեջանը զինվում է, իսկ դուք կրճատում եք ռազմական բյուջեն։ Ես առաջարկում եմ այդ խոսնակին, չեմ ճանաչում ճիշտն ասած իրեն։ Լևոն Մկրտչյանի բյուջեն ավելի շատ է, քան մեր ռազմական բյուջեն։ Այսինքն ապուշ ինչ ես խոսում։ Լևոն Քոչյանի բյուջեն որտից է շատ, քան ռազմական բյուջեն։ Կարաս այդ որտե ես հաշվի։ Արա դու քո ելածը հաշվի, հələ մեկ քո բյուջեն հաշվի։ Դες քո ընտանեկան բյուջեով քանի զորամաս կարան պահեն, քանի մարտական դիրքի ծախսաբանանում։ Դու ուրիշ հələ մա դու ասա տենանք հələ ի՞նչն է սխալ այդ ասացի մեջ։ Թույլ պիտի լինի, հա, մեր ղեկավարը, ուժեղ ղեկավար չպիտի, չէ, ուժեղ ղեկավար Պետրոս, պիտի մենակ Ադրբեջանում լինի։ Որպեսզի խաղաղությունը լինի, պիտի Ադրբեջանի ղեկավարը ուժեղ լինի, Հայաստանին է թույլ, որ այնի 10 լա գղին, այսօր դրա կոշիկները լիզի, որպեսզի լինի խաղաղություն։ Թե չէ որ այստեղ էլ ալնում ուժեղ ղեկավար, այդ վաղտ արդեն չէ լավ։ Կարող է այդ վաղտա խաղաղությունը լինի, երբ որ Հայաստանում կա ուժեղ ղեկավար։ Հա? Ուժեղ է պետք ոնց որ հայք։ Դե թույլիկներով պիտի գնաք ոնց որ։ Ես առաջարկում եմ այդ անձնավորությունը, ով նման բան է ասում, առաջարկում եմ ինքը դիմի եւ գնա ու իր աչքով տեսնի այն պաշտպանական ամրությունները, որոնք որ մենք կառուցել ենք եւ նաեւ Էլ պետք չի որ որևէ մեկը գնա դիմի, գնա տեսնի։ Դու տեղյակ չես արա, պաշտպանության նախարարը կինո է նկարել պաշտպանական կառույցները, գիտես չէ Պետրոս, էդի կոչվում է ռազմական բնույթի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակում։ Պաշտպանության նախարար գնացել ասում է, էսի նայեք պատի հաստությունը այսքան է, էսի բետոնից կոնստրուկցիաները, էսի դուռը սենց է բասում, երկաթից է, մեջը ճաշարան կա, էս կա, որ թշնամին հստակ իմանա, ասում է լավ, դրան մի հատ իզրայելական լորա հերթիրը լրիվ հերիք է։ Մի հատ էլ հերվից նկարում է, դրոնով էլ է նկարում, որպեսզի թշնամի մի հատ տեղանքն էլ հասկանա, բերեն այդ լորա համակարգերը տեղադրեն մոտակայքում, առաջին հնարավորության դեպքում մի հատ ռակետով էդի թռնումա դուս, հասցնելով մարդկային կորուստներին այն։ Էլ այդ պետք չի գնալ նաև, դուք էդի մենակ մեզ ցույց եք տալի, առաջին հերթին թշնամուն, էդի արդեն վաղուց ցույց եք տվել դուք։ Եթե գիտես չէ որտե է Սարգիս Պետրոս, առաջնագծից հեռու, խորը թիկունքում, առաջնագիծը ադրբեջանցիներն են հսկում, շատ ապահով։ Ադրբեջանցիները Պետրոս այդ գործառնան բարձր մակարդակով, ընդ բերե տեղակայել են մենակ հատուկ նշանակության կոմանդո ստորաբաժանումներ, լրիվ պայմանագրեն հայ-ադրբեջանական սահման այսօր հուսալի հսկվող սահման է, որովհետև ադրբեջանցիների պատասխանատվությունն անդր։ Մերենք այդ գործով չենք զբաղվում։ Ինչ տարբերություն։ Մեկը պիտի հսկի։ Թո ադրբեջանցիները, մերոնքն էլ արդեն բարեկամ ժողովուրդ են, մեր գործընկերներն են, խաղաղություն է հաստատած, իրանք է սահմանը հսկում են։ Մենք ծախս ենք անում, խորը թիկունքում, մաշինություն ենք սարքում, մենք էլ ինչ ունենք թաքցնելու Պետրոս ջան մեր բարեկամների։ Նկարում ենք, սիրուն ցույց ենք տալի, ասում ենք ախպեր ջան, անկարծ չմտածեք, թե ուրիշ բան է։ Նայեք, տեսեք ինչ ենք սարքել, որպեսզի իրանք իմանան։ Պետք է լինի, ասենք կարան ադրբեջանցիներն գան նայեն, ծանոթանան, չափ ու ձև անեն, թողնեն գնան։ Ումից ենք ինչ թաքցնում մենք, ինչ գաղտնիք ունենք մենք, ոչ մի դեպքում։ Ես առաջարկում եմ ինքը գնա եւ այցելի բոլոր իմ ասած սահմանամերձ գյուղերը, որտեղ որ մարդիկ կառուցում են
սահմանից մի քանի 100 մետր այս կողմ կառուցում են տներ, նոր տներ են կառուցում եւ պատրաստվում են այդտեղ իրենց կյանքը շարունակել, իրենց ընտանիքը մեծացնել, ունենալ երեխաներ եւ այդ մարդիկ ասում են, որ այսօր խաղաղություն կա, առավել քան երբևէ։ Թող ինքը գնա եւ այդ մարդկանց ասի, որ խաղաղությունը պատրանք է։ Այսինքն պատրանքը այն տունն է, որ այդ մարդը սարքել է, հիմքերը դրել է, որ ապրի։ Մարդիկ այդ խաղաղության մեջ այսօր ապրում են։ Խաղաղությունը իրանց պատկերացմամբ պետքա քեշ լինի, որ լեսնեն իրանց ջեբերը, գնան հետո այդ իրենց բանը ստամոքսապաշտ էությամբ ինչքան կարան թալանել ուտեն, հետո ասեն սա է խաղաղ։ Այդ տղա ջան, այդ նոր մի քիչ առաջ ասում ենք, որ ձեր ջեբերը լսնեղը թալան, դա դուք եք արել։ Մարդիկ խաղաղությունը ուզում են եւ ուզել են ու տեսել են իրենց երկրում, Արցախում ապրել են։ Խաղաղ, գոհ, երջանիկ։ Դու եկել եք, պատերազմը բերել եք, նրանց կոտորել եք, սարքել եք փախստական, հիմա խաղաղություն ենք բերել։ Ստեփանակերտ ինչ խաղաղա չէ Պետրոս։ Եղել ես դու Ստեփանակերտ ես 23 թվից հետո։ Մի օր գնա էլի։ Արա դուք այդ ավտոբուսը մի օր քշեք գնացեք Ստեփանակերտ, հայք։ Ինչ կա է Գյումրի։ Աշտարակ, դու շատ իմանամ մեծամոր, Էշմիածին, Արտաշ, ինչ գործ ունեք դուք։ Այ ախպեր, նստեք այդ ավտոբուսը լմատ քշեք գնացեք Շուշի։ Գնացեք մի հատ Հադրուտ։ Գնացեք մի հատ Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ, տեսեք ինչ խաղաղություն եք բերել։ Կելեք վայելեք էլի։ Սամալյոտով եք կարող գնալ։ Ընդ ձեր խաղաղության շրջանում 3 հատ էլ, բացի Ստեփանակերտինը, որ մենք ենք սարքել, չի օգտագործում։ 3 հատ մենակ Ադրբեջանը օդանավականը սարքել, մի թռիչ չկա ընդ։ Նստեք ձեր սամալյոտը, մի հատ սաղով իրար հետ, մի հատ գնացեք իջեք, մի հատ Ֆիզուլի օդանավակայան էլի, հա? Կեթակ, գնացեք մի հատ տեսեք էլի ինչ խաղաղություն եք բերել։ Ջեբերները լծրած է ձեր թալանածը մի հատ վերցրեք, գնացեք ընդ այ ախպեր։ Ուժեղ լիդերը ո՞րն է։ Ուժեղ լիդերը իրենց լիդերն է, որ արհեստական բանականությամբ են մարդկանց հետ խոսում։ Ուժեղ լիդերը բանով է, ուժեղը գաղափարապես խիչի իրենց լիդերը մի հատ խոսում։ Խիչի մի հատ դուրս գալի հանրությանը մի բան ասի։ Կալանքի տակա, բայց ես գիտեմ իմ ունեցած տեղեկատվությամբ նրա հանրային խոսքի վրա արգելք չկա։ Թող խոսեն։ Ինչի չեն խոսում։ Արա, կարող է դու ապուշ ես արա։ Պետրոս, այս մարդը ապուշ է։ Հա? Դե ես ճիշտ ասած Արա, ասում կալանքի տակ է, դաժե Պետրոսը գիտի։ Կալանքի տակ եղած մարդը ո՞ս կարելի գնա։ Ասում ես գիտեմ, որ նրան կարելի է, որ դուս գիտես, հակառակը միակ գիտես, չէ՞ Պետրոս, միակ դեպքն է Սամվել Կարապետյանի դեպքը, որ տնային կալանքում գտնվող մարդուն արգելել են հանրային խոսքով ուղերձներով հանդես գալ։ Բանտից կարում է մարդը, բանտային կալանքի տակ գտնվող մարդը կարողանում է փաստաբանի միջոցով տեսակետ փոխանցի հանրությանը։ Սամվել Կարապետյանին չնայած տնային կալանքերը բողոքարկում են տնային, ասում են չէ, պետք է տանենք նորից բանը։ Հիվանդանոցից վերցին, նորից տարան բան, նորից էլի բայց խոսքի նկատմամբ այդ աստիճան վախեցած եք դուք մարդկանցից, խոսքից։ Հերիք չի մարդուն մի նախադասություն ասելու, մի հատ տեսակետ արտահայտելու համար։ Տարե բանտ եք նստում, լավ, թույլ է խոսի, թույլ է բանի։ Հեսա որ քեզ տանենք նստացնենք բանտ, մենք չէ էլի իրավապահները։ Այն ժամանակ բանտից կլես կշրջագայես հանրապետությունով մեկ, ելույթներ կունենաս, ուղերձներդ կփոխանցես խաղաղության մասին։ Գիտեք քիչ են խոսում, որովհետև բանի Քոչարյանի, Սերժի եւ մյուսների օրինակով տեսել են, որ իրանք ինչքան չխոսան, այնքան ավելի լավ, որովհետև հենց որ խոսում են, սկսում են մատնել իրանք։ Որտեվ իրանք մեծ մասը նույնիսկ քնա ժամանակ է տարած խալանում։ Այդ մարդիկ այսօր եկել խոսում են ուժեղ լիդերությունից։ Ուժեղ լիդերը նախ եւ առաջ պետք է կարողանա սեփական մտքերը հոդաբաշխ արտահայտել, բայց այդ մարդիկ ոչ մի լեզվով չեն կարող նորմալ խոսեն, ոչ մի լեզվով չեն կարող նորմալ մտածեն։ Բայց գնում են բանն այնա, մի հատ էլ նոյան տապան են սարքում իմացա։ Երևի ասել են պետքա տրոյական ձի սարքես, շփոթվել են, մտածել են ոչ բան, նոյան տապան, բայց դա նույն բանը չէ, հետո ինչ որ երկուսն էլ փայտից էին։ Այդ քեզ ա կպտում Պետրոս, այդ նոյան տապանի համար ինչա, այդ քեզ նկատի ունի։ Հա ինչ անենք այս մարդը բարգավաճ ա եղել, արա։ Ինչ էս անդատերեսով տալի։ Ինչ նոյան տապան, անչես եկե Պետրո, ով ա քեզ դե, ով նոյան տապանից քեզ բան ասած, որ դու եկար վրազելի շուրտավեր սաղ Պետրոսի վրա։ Այդ անձնակազմը, որին նոյան տապան են տանում, այդ անձնակազմի մեծ մասը տրոյական ձի ու անձնակազմը։ Մեկն էլ են Թևանյան Անդրանիկը ազգային ժողովից է դուրս եկել, չէ՞, տրոյական ձիու մեջից Հայաստան խմբակցություն անելով
անունով դուրս եկավ եւ սահուն անցում կատարեց բան Նոյան տապան։ Լսի, այդ տրոյական զինվորն է, հիմա որ դու քպեական էշեք, անչե կնացի կպե տրոյական զին, հիմա դու տրոյական զինվորն է պետք որ մի տեղից եմ, արա պետք դու լուսավոր էիր, լուսավոր Հայաստան կուսակցությունից չէր, Էդմոնը չի քո քավորը Մարուկյան, հիմա դու տրոյական զի չես, բա ինչ ես, քպեական էշ ես դու, հա, եթե տրոյական զի չես, հələ դու ուրիշի բան ես ասում, հա, դու քո տեղով։ Էշ ասիր հիշա Պետրոս։ Այն անանուր թողես Նիկոլին գնաց է արա։ Ով է ավելի ուժեղ Ռոբերտ Քոչյանը թե Սամվել Կարապետյանը, այ ոնց են, ով ավելի ուժեղ։ Ես չեմ կարող ասել, ինձ թվում է դա ապացուցելու ամենալավ տարբերակը պետքա իրանք նստեն իրար դիմաց եւ խոսեն։ Ինձ թվում է որ նստեն իրար հետ խոսեն, ես չգիտեմ օրինակ բանը դե Ռոբերտ Քոչյանից օրինակ պահանջում են 200 միլիոնի ապօրինի գույք։ Սամվել Կարապետյանի մասով ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Հիմա իրանց Ինչի՞ չես կարող ասել Սամվել Կարապետյանի մասով ինչը չես կարող ասել։ Չես կարող ասել Սամվել Կարապետյանը ապօրինի գույք ունի թե չէ։ Սամվել Կարապետյանը գույքա ստեղծե ու նվիրաբերելա պետությանը որտեղ հիմա Նիկոլ Փաշինյանն ապրում է այդ կառավարական համառունությունում Նիկոլ Փաշինյանը որ ապրում է այդ գույքը Սամվել Կարապետյանը ստեղծել է ու նվիրաբերելա պետությանը նույնը Սևանի ամառանոց որ էտում անդե քպեով եք չէ գնացեք եւ արե Էդի հերը չի նվիրե պետությանը Սամվել Կարապետյանը մեն չի չես կարող ասես բա ասա ինչ որ կա ասա Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի շենքը իր բոլոր բժշկական սարքավորումներով մոտարապես 25-ից 27 միլիոն դոլար արժեքով Սամվել Կարապետյանը կառուցել է եւ նվիրաբերել է Արցախի հանրապետությանը դուք ելի հանձնել եք Ադրբեջանին հիմա Ադրբեջանի բժշկական համալսարանի օրդինատուրան անդե իմացար չեմ կարող ասեմ Չես կարող ասես, ասա ես կասեմ։ Ես քեզ կասեմ, որ Սամվել Կարապետյանը Հայաստան համահայկական հիմնադրամի պատմության ողջ ընթացքում ամենամեծ նվիրատունն է։ Սամվել Կարապետյանը Հայաստանի բիզնեսի ամենախոշոր գործատուներից մեկն է, որ աշխատատեղեր է ստեղծել, մարդիկ աշխատում են։ Ամենամեծ ներդրումներ արած մարդկանցից մեկն է։ Ամենամեծ ծավալի Սոցիալական ենթակառուցվածքներ ստեղծած անհաշվելի բարեգործություն արած մարդկանցից մեկն է, եթե ոչ առաջինը, չեմ կարող ասեմ, այդ դու չես կարող ասես, մենք կարանք ասենք, հիմա այդ մարդն էլ ուզում ասում է, այդքան բան ես արել եմ առանց պետության որևէ հնարավորության, որևէ լծակի իշխանության, եկել եք սա ուրիշների արածը տարե տվել եք թշնամուն, ասում եք կլինի, մեր արածը պահենք մեզ, էլի անենք, Այս ժողովուրդը օգտվի դրանից, հայ ժողովուրդը, ոչ թե Ադրբեջանի։ Ձեր Ադրբեջանինն է, չէ՞։ Հիմա այդ Ադրբեջանինը ինչքան օգտվել է ձեր շնորհիվ, ասում ենք դա ավարտվի, արդեն սկսի հայ ժողովուրդը օգտվել։ Շատ կներվես Պետրոս, որ հայ ժողովուրդը օգտվի։ Հիմա կներվես, քեզ եք տանք ադրբեջանցիներին, մեկը իրան քեզ չեն ուտելու, ասել են, չէ՞ որ քեզ չեն ուտելու։ Դե հիմա ջանդամը ինչ իմանաս ինչ են անելու, կարող է դու էլ ես գոհելնում։ Կարող անես բանեն անում, որ դու էլ ես գոհելնում։ Մանավանդ, որ արդեն կերած խմած սաղ տեղն է։ Բեր պայմանավոր է, այդ որ էթակ բան, Ֆիզուլի օդանավակայան, Պետրոսին հետներդ կտանեք։ Եղավ, սաղը իրար հետ, ավտոբուսով կլինի, սամալյոտով կլինի, հավաքվեք ու գնացեք Ադրբեջան, գնացեք ձեր խաղաղությունը տեսնելու, Պետրոսին էլ հետներդ կտանեք։ Ենթադրենք քաղաքացին այո, թույլ չտվեց իր խանութ մտնել եւ հիմա ասում են, ուժեղ լիդեր, Քոչյանի օրոք Հայաստանում կարող է լինել մեկը, որ սեփական խանութի դուռը կփակեր Քոչյանի առջև։ Կմտցնեին Այդ խանութից էլ բան չէր մնա։ Այդ մարդուց էլ բան չէր մնա։ Հա, քո Նիկոլի վաղ թողնում են, հա։ Նիկոլի վաղ կարաս ամեն ինչ խոսես, ասես բան։ Բա Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը չի են ձերբակալվել։ Բա իմ նկատմամբ քրեական գործը ինչի է հարուցվել։ Բա մյուս բանտարկյալները ինչի համար են նստել այսքան ժամանակաշրջանում, արա։ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին քայլում էր, բայց երթ էր կազմում։ Մեկը Շենգավիթում բալկոնից ինչ-որ մի բան ասաց, քո հետևից կգան։
Մեկ էլ Իրիկունը արդեն նորություններ է տարածում, որ այդ մարդու հետևից գնացել են բռնության են ենթարկել, ոչ քերական գործ կա, ոչ մի բան չկա։ Նիկոլ Փաշինյանը կարաս ասել։ Մեկը մի հատ տարիքով մարդ թոշակառու, մի հատ խնձորա գցե։ Ոչ կպելա գլխին, ոչ մեռելա, ոչ ցավացելա, ոչ մի բան չի ելե։ Ձերբակալություն։ Մանիշկայում մի հատ Արցախից բռնի տեղահանված կնիկ, մի հատ զոնթիկ էր շպրտել Փաշինյանի ուղղությամբ։ Ձերբակալություն, ասում է, լսին չեն ասել, ասում է հանցագործության միջոց հանդիսացած անձրևանոցը ոչնչացվել է, որ Նիկոլի ուղղությամբ նետը չի կպե, չի մեռը, չի մեռը, չի ցավացե, չի տեղացե, ոչնչացվել է, հիմա ինչ ուզես Պետրոս Նիկոլի հետ, ինչ ուզես, ասենք այդումա ժողովրդի հետ հանդիպման, չէ, ով ինչ ուզում է կարա հետը հանի, այ ախպեր, ինչ ես ուզում անես, ինչ ուզում ես կարաս անես, տենց է, իր ասելով տենց է, բայց իրականում հենց որ մի մարդ, մի հատ թեթուն է խոսքի ինտոնացիան փոխվում է, մեկ է տենում ես 20 հատ թիկնապա հավաքվան, ինքը մեջտեղից նստած ծալվելում է, կաթողիկոսը, չի, արդեն 10 հատ թիկնապա կողքերն են, արդեն փակվավ, Են է մնացած ժամանակ է, որ են իրան կնիկները գալիս են իրան պաչելու, այդ վաղտ է թումա պա, որ իրան պաչեն։ Հիմա շատ լավ է, շատ լավ է հիմա, ժողովրդավարություն, ինչ ուզում ես արա վարչապետի հետ։ Ձեռ են առնում է պետ, պատկերացնում ես, չէ։ Այս նստած այս ցինիկաբար ձեռ են առնում ժողովրդին։ Ուժեղ լիդերը, այո, այն լիդերն է, որ այսօր գնում է սեփական քաղաքացիների հետ ուղիղ եթերով առանց մոնտաժի, առանց ֆիլտրի, ժամերով շփվում։ Լիդերները չեն գնում ժողովրդի։ Այդ ուժեղ լիդերը, որ ասում ես, որ դες քաղաքացիների հետ առանց մոնտաժի ուղիղ եթերով խոսում է։ Նոյեմբերի 9-ի ես էի գնացել մտե թաքստոց փախկվեսկի տեղը չէր ասում։ Ճղճղում էր ընդեղի։ Այդ ուժեղ լիդերներ 2022 թվականի սեպտեմբերին ազգային ժողովի դիմաց մի հատ հանրահավաքելով փախավ գնացել էր Դիվիջանի կենտրոնական բանկի բունկերներ մտե։ Դուք այդ ժամանակ որտեղի։ Հենց երկրում մի թեթև մի հատ մեծ մայիսի 9-ի սրբազանի հանրահավաքի օրը այդ ուժեղ լիդերներից սրանցից որևէ մեկին կարա եկներ Պետրոս։ Փախել են սա ամենքը մի հատ մկան ծակտենում այդ մի թեթև հասարակությունը ոդքի է կանգնում 20,000 մարտալեմա փողոցում սրանք մկան ծակ են մանգալի որ մտնեն։ Ուժեղ լիդերներն են սրանք։ Ազատ դուս են գալի մարդկանց հետ խոսում են։ Կարակ դու։ Դե լա մի հատ թիկնապաներին ճամփեք, տնա մեկը կարա դուս գա ժողովրդի հետ խոսալու։ Կարակ, բա։ Մի րոպե կտևի։ Խնդրեմ թող գնան մի հատ ուղիղ եթերով վարչապետի Facebook-յան էջը 3 եւ անցած օրը համարյա ամբողջ օրը ուղիղ եթերի ռեժիմի մեջ ա եղել։ Բոլորը կարող են մտնել այն առանց որևէ մոնտաժի։ Ես առաջարկում եմ ուժեղ լիդեր իրենց հայտարարած անձինք գնան եւ մի օր, լավ մի օր չէ, մի քանի ժամ ուղիղ եթերով այտենց միացրած Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքում դուրս գան ու գնան մարդկանց հետ շփվեն։ Արա կալանավորված մարդը չի կարա տնից դուրս գա։ Որ գնա։ Հələ մի հատ դուք համարձակությունները քերիքի մի հատ Սամվել Կարապետյանի խափամիջոցը փոխեք։ Նա հələ Սամվել Կարապետյանի խափամիջոցը փոխեք, դու այդ մարդը հնարավորություն ունենա գնա ժողովրդի հետ շփվելու, ժամանակ կտեսնեք թե իրական առաջնորդը որն է, ժողովուրդը ում է սպասում եւ ում հետ է ուզում իրական շփում ունենա եւ իր բախտը, ապագան ու ճակատագիրը ում հետ է ուզում կապի։ Ոչ թե տանեք սաղից բանտարկեք, մենակ դուք տենում ենք մենք ժողովրդի հետ ոնց եք շփվում բան։ Տենում ենք, արտիկում է տեսանք, ոնց եք հարցակվեց մարդկանց վրա, ասում են, չի չեք գնահատում, որ մենք ձեր համար ճանապարհ ենք սարքել, այ բալամ, ես ճանապարհ դու չես սարքել, ճանապարհ 17 թվին են սարքել։ Չէ, ոչ որ 17 թվին են սարքել, ասեք որ մենք ենք սարքել։ Ասեք։ Ասում ենք, սա ճանապարհները հանձնել ենք ադրբեջանցիներին։ Էքշնա չէ, Պետրոս։ Action ոճով ավարտում ենք այսօր եթերը։ Արա, բայց action չէր էլի Պետրոս, սուտ ես ասում։ Action չէր։ Շատ էշ ոճ էր։ Իմ տպավորությամբ այսօրվա ձեր երկուսի խոսակցությունը action ոճի չէր։ Էշ ոճի էր։ Տենց էլ ավարտենք։ Շնորհակալություն։